Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել դատախազության աշխատողի օրվան նվիրված դատախազների անկախությունն ու անաչառությունը հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում կոռուպցիա եւ փողերի լվացում թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գործադիր եւ դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների ու դատախազական երկու միջազգային կառույցների, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։ Վարչապետն իր ելույթում շնորհավորել է դատախազության աշխատողի օրվա առիթով եւ դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների, խաղաղության, ընդ որում ներքին ու արտաքին արդարության, ազատության եւ բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է կոռուպցիան այն հիմնական խնդիրներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ Կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ եւ մենք շարունակում ենք հետեւողական լինել այդ ճանապարհին, ասել է վարչապետը, ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը։ Պիտի արձանագրեմ, որ կոռուպցիան այն հիմնական խնդիրներից է, որը առնվազն իմ թվարկած մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ մեր իրականության եւ ցանկացած իրականության մեջ։ Իհարկե մեր կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ եւ մենք շարունակում ենք հետեւողական լինել այդ ճանապարհին եւ այս համատեքստում պիտի ընդգծեմ նաեւ որ շատ կարեւոր է որ մենք ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերենք եւ վերացնենք, այլև իսկապես կարողանանք նույնականացնել այն պատճառները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն։ Ընդ որում ինձ համար ակնհայտ է, որ այդ պատճառների մի մասը հանրահայտ են բոլորին, որովհետև ինչքան էլ մենք խուսափենք այդ հարցից, պիտի մի X պահի առերեսվենք մի բարձ հարցի, ինչպես պիտի կոռուպցիայից խուսափի 200,000 դրամ աշխատավարձ ստացող այն պաշտոնյան, որը կառավարում է 5-10 կամ չգիտեմ 1, 2, 3, 4, 5 միլիարդ դրամի շրջանառություն եւ աշխատանք։ Եվ ես ասում եմ այն տրամաբանությամբ, որ կոռուպցիան, ինչքան ես եմ հասկանում, հիմնականում իշխանության եւ լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է, որովհետեւ մյուսները ոնց որ թե ցանկանալու դեպքում էլ տենց մեծ կոռուպցիոն իրավիճակների մեջ չեն կարող հայտնվել, չնայած միջնորդավորված գուցե նրանք նույնպես կարող են հայտնվել։ Սա մի խնդիր է, որին մենք պետք է պատասխանենք, իհարկե այս պատասխանը դատական համակարգի չի ակնկալվում, դա ավելի շատ քաղաքական պատասխան է եւ ըստ էության կառավարությունը քաղաքական իշխանությունը պետք է գտնի այս հարցի պատասխանը, չնայած մյուս կողմից մենք ունենք նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որտեղ իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչները ներգրավված են եւ մենք բարբերաբար այդ հարցին անդրադառնում ենք, նաեւ ուրիշ հարցերի ենք անդրադառնում, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ միշտ չի եւ ակնհայտ է, որ այսօր այս խնդրեմը կա, որ միշտ չի, որ քաղաքական կամքը բավարարում է այդ խնդիրները հասցեագրելու համար։ Գիտեք, որ շատ կոռուպցիոն գործեր, որոնք քննվում են Հայաստանի Հանրապետությունում, իհարկե սկսվել են Հայաստանի Հանրապետությունում, բայց չեն ավարտվել։ Եվ ամենակարևորը ֆինանսական միջոցները, որոնք դուրս են բերվել Հայաստանի հարկատուների կողմից ձևավորված պետական բյուջեի կամ այլ պետական ենթակառուցվածքից հայտնվել են երկրներում, որտեղ դարձել են մասնավոր անշարժ։ Մենք 3 քննարկումների ընթացքում մեր գործընկերների հետ խոսել ենք անշարժ գույքի
սառեցման եւ Հայաստանի Հանրապետության հարկատուներին վերադարձի հնարավորության մասին եւ այս տարվա մնացած հատվածը եւ ամբողջ հաջորդ տարին կնվիրենք այս աշխատանքին եւ կցանկանայի կարճ օգտվելով առիթից, որ նաեւ մեր գործընկերներն են այստեղ, պատմել թե ինչ աշխատանք են կարել, այդ թվում մեր գործընկերների կողմից տրամադրված բանկային հաշիվների, ֆինանսական փոխանցումների, անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մասին։ Ես կարճ կխոսեմ կոռուպցիայի եւ փողերի լվացման, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման հետ կապված վարույթների մասին։ 2024 թվականի ընթացքում այստեղ սլայդով պատրաստել եմ ձեզ համար, ուղղակի որ տեսնեք, թե մեկ տարվա ընթացքում 1000-ից ավելի կոռուպցիայի վերաբերյալ հաղորդում եք ստանում։ Որպես գլխավոր դատախազ ինձ ասում են, ուրեմն կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում ավելացել է։ Իսկ ես որպես գլխավոր դատախազ եւ որպես իրավաբան ասում եմ, ոչ չի ավելացել, դարձել է ավելի տեսանելի։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է առաջինը, որ մարդիկ տեսնում են երևույթներ, որոնք անթույլատրելի են կոռուպցիոն կապերի տեսանկյունից, տեսնում են հովանավորչությունը, տեսնում են տարբեր տեսակի առավելությունները, որոնք տրվում են անձանց, որոնք դրանք այդ առավելությունների արժանինքները չունեն եւ ամենակարևորը չեն վախենում այդ երևույթների մասին խոսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Արդեն 2 տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես վարչապետի ենթակա մարմին եւ ըստ էության դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն էր եւ կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում կայացվեց Պետական պահպանության ծառայությունը առանձին գերատեսչություն ձևավորելու ժամանակ եւ դա մի որոշում էր, որը պետք է ապահովի ծառայության հետագա բնականոն զարգացումը։ Ըստ էության մենք կարող ենք արձանագրել, որ Պետական պահպանության ծառայությունում ձևավորված է անհրաժեշտ պրոֆեսիոնալ ներուժը եւ ես ուզում եմ երկրորդել ծառայության պետի խոսքի այն հատվածը, որտեղ շեշտը դրվում էր պրոֆեսիոնալիզմի վրա, որովհետեւ ըստ էության ծառայության համար սա ամենակարևոր բանն է։ Հուլիսի 1-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդների հետ։ Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքների արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին եւ խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները, տալով համապատասխան հանձնարարականներ։ Այս պահին տպագրվում է հայ զինվոր շաբաթաթերթի հերթական համարը։ Իսկ այս մեկն առաջինն է, որ լույս է տեսել 1993 թվականին եւ կարելի է ասել, որ այս պաշտոնաթերթը բանակի տարեկիցն է։ Սա հայ զինվոր պաշտոնաթերթի առաջին համարն է։ Խմբագիր սրբագրիչ Հասմիկ Մադոյանը թերթում է հայ զինվոր պաշտոնաթերթի առաջին համարն ու հիշում, առաջին հրապարակումները լուրեր էին պատերազմի մասին, իսկ խաղաղ բանակաշինության տարիներին թղթակիցները գրի առան սպաների, զինվորների ու կամավորների մասին։ Կարճ ժամանակ անց հայ զինվորը դարձավ բանակի կենսագիրը, խոսափողն ու գաղափարախոսը։ Արդեն շուրջ 3 տասնամյակ է, որ հայ զինվոր պաշտոնաթերթը պահպանում է իր հստակ դիրքը, կանգնելով զինվորի կողքին։ Այս տարիների ընթացքում հայ զինվորը մշտապես հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, դրսևորելով մասնագիտական բարձր որակ եւ խորապես գիտակցելով յուրաքանչյուր տառի ու բառի կշիռն ու պատասխանատվությունը։ Այս տարիների ընթացքում գերազանց ծառայության աչքի ընկած զինվորներն ու սպաները չեն վրիպել թղթակիցների ամենատես աչքից։ Լրագրողները գտել, զրուցել ու հոդվածներ են տպագրել նրանց մասին, ներկայացրել որպես լավագույն օրինակ։ Չէ՞ որ հայ զինվոր հանդեսի առաջին ընթերցողը հենց շարքային զինվորն է։ Տպագրությունից կարճ ժամանակ անց շաբաթաթերթը հասնում է բոլոր զորամասեր։ Քանի որ բոլոր զորամասերում, ինչպես նաև մեր զորամասը ամեն շաբաթ ստանում է հայ զինվոր շաբաթաթերթը, մենք սիրով կարդում եւ տեղեկանում ենք զինվորական իրադարձություններին, հաճելիորեն զարմացա, որ ճամբարային հավաքների ընթացքում նույնպես հնարավորություն ունենք ընթերցելու հայ զինվոր շաբաթաթերթը։
Կազմավորման առաջին տարիներից հայ զինվորի համար հոդվածներ է հեղինակում նաև մայոր Ալիսա Ալավերդյանը։ Առաջինը գրել է ուսանողության տարիներին, 30 տարի անց անկեղծանում է, հպարտ է, որ հայ զինվորի մի մասնիկն է։ Այս տարիների հեռավորությունից կուզենայի միայն ասել, որ հայ զինվոր թերթը հենց զինվորի պատվախնդրությամբ, զինվորի պատասխանատվությամբ ու նվիրումով էր գործարել ու նույն ոգով էլ այսօր շարունակում է նույն նվիրումով։ Իր գոյության ավելի քան 32 տարիների ընթացքում հայ զինվորը մի քանի անգամ տեսքի եւ ձևաչափի փոփոխություններ է կրել, փորձել են քայլել միշտ ժամանակին համընթաց եւ այս տարի եւս կատարել ենք վիզուալ եւ բովանդակային մի շարք փոփոխություններ, հանդեսը ավելի գրավիչ, հետաքրքիր եւ ժամանակակից դարձնելու համար։ Այսօր հայ զինվորը զարգացման, վերափոխման ու բարեփոխման նոր փուլ է թևակողել, պահպանելով ավանդույթները ընթերցողին ներկայանում է ավելի ընդգրկուն բովանդակությամբ, նոր խորագրերով ու նոր ասելիքով։ Թերթի խմբագիր Գայանե Պողոսյանը հատկապես սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներին տեղեկացնում է, հայ զինվորի լրագրողները գուցե շուտով ձեր տուն էլ գան։ Երկիր պահող մեր շները խորագիրը անպայման անդրադառնալու է նաև ձեզ, անդրադառնալու է այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ, իրենց աշխատանքով, իրենց խիզախությամբ անառիկ են պահում մեր երկրի դարպասները։ Ես ուզում եմ խոսել նաև երկրի մարդիկ, երկրի ուժը խորագրի մասին։ Այս խորագրի ներքո մենք անդրադառնալու ենք օրինակելի ընտանիքներին, այն ընտանիքներին, որոնք բազմանդամ են, որոնք ունեն մի քանի զինծառայող բանակում, զինվոր, սպա կամ պայմանագրային։ Այս խորագիրը գալիս է վերահաստատելու, որ պետության հենասյուները օրինակելի ընտանիքներն են, թղթակիցների ուշադրության կենտրոնում են լինելու նաև պարտադիր զինվորական ծառայության տարիներին օրինակելի վարքով աչքի ընկածային տղաները, որոնք զորացրվելուց հետո չեն համալրել տարագիրների շարքերը, շարունակել են ապրել իրենց սննդավայրում ու սկսել աշխատել կամ ստեղծագործել ի հեճուկս բոլոր դժվարությունների։ Նրանք խեցեգործներ են, փայտագործներ են, հացթուխներ են, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք կարողացել են հաջողել իրենց գործում եւ մի հաջողության պատմություն խորագիրը ձեզ կպատմի այդ մարդկանց հաջողությունների մասին եւ կարծում եմ կողոքեվորի եւ կխանդավառի ձեզ։ Այս խորագրի ներքո տեղ են գտնում հարցազրույցներ մտավորականների հետ, նրանք պատմում են իրենց մտորումների ու խոհերի մասին, կիսվում նաև խորհուրդներով։ Այս խորագիրն այսուհետ առավել ընդգրկուն կներկայանա եւ կխոսի նաև մարզերում ստեղծագործողների մասին, դառնալով ինքնադրսևորվելու յուրահատուկ հարթակ։ Հայ զինվորի ստեղծագործական թիմը իր ընթերցողին, այսինքն զինծառայողներին խոստանում է, որ ավանդական խորագրերի կողքին լինելու են պատմություններ նաև բանակի զինվորների, սպաների առօրյայի ու ոլորտին վերաբերող օրենսդրական բարեփոխումների մասին։ Ի դեպ, հայ զինվորի հոդվածները կարելի է կարդալ նաև առցանց, մուտք գործելով milmedia.am կայք։ Կարկուտի հարվածի տեղ է։ Օհանավանցի ֆերմերի խնձորի այգին Արագածոտնի նախալեռնային գոտում կարկուտից է միշտ տուժում, այգեգործն էլ միշտ վախը սրտում։ Այս տարի էլ մարտ-ապրիլ ձգեցին, բայց կարկուտն իր սև գործն արեց մայիսին։ Սպասում էի 30 տոննա բերք, բայց երևի 300 կիլո այս պահին բերք չի մնացել։ Նույնը անցած տարի։ Հակակարկտային Կայան գյուղի տարածքում մեկի տեղը մի քանիսը կա։ Ոչ մի օգուտ չկա այդ կայաններից։ Այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում ու խոր հոգոց քաշում, այս տարի էլ մնաց ձեռնունայն։ 2024-ի տարեվերջի տվյալներով հանրապետությունում 798 հակակարկտային կայան կա, 234-ը պետբյուջեի միջոցներով գնված, մնացածը համայնքապատկան կամ մասնավոր։ Գազագեներատորային կայաները գործեր են դրվում ռադիոլոկացիոն կայանների ինֆորմացիոն ուղղորդմամբ, կարկտաբեր օջախների երևալու դեպքում բջջային կապով հրահանգ են ստանում, ակտիվ ներգործության աշխատանքը սկսում, ձայնային կամ հարվածային ալիքներ արձակում։ Կապի խափանումներ ամպրոպային եղանակին լինում են, հետևանքներ լինում է, որ կրակելու հրահանգը ուշ է տեղ հասնում, գործողությունն էլ հետևաբար ուշանում։ Բայց երբ կապի խոչընդոտ չկա ու հակակարկտայինների արձագանքն էլ ժամանակին է, ինչու կարկուտի դեմն առնել չի ստացվում։ Անհանգստացնող հարցը օրակարգ մտավ դեռ տարիներ առաջ, երբ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը միավորվեց հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնին։ Գործընթացն ավելի վերահսկելի դարձավ, նախաձեռնվեցին մասնագիտական ուսումնասիրություններ։ Պարզվեց, որ դրանց էֆեկտիվությունը շատ ցածր է, մինչև 20%, առանձին դեպքերում դրանց ազդեցությամբ նույնիսկ կարող է անձրևային ամպը դառնալ կարկտային
ամփ։ Իրավիճակի անաչառու ստույգ գնահատականի համար դիմել են նաև համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը, որին անդամակցում է 195 երկիր։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ակտիվ ներգործության աշխատանքների խումբը նույնպես համակարծիք է, որ այդ ձայնային հարվածային մեթոդով աշխատող գազագեներատորային կայանքները չունեն գիտական հիմնավորում եւ նրանք խորհուրդ են տալիս զերծ մնալ նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործումից։ Բացի այդ, նաև նախարարությունը դիմեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանյան գրասենյակին միջազգային փորձի ուսումնասիրության եւ խորհրդատվության համար։ Նրանք նույնպես տվեցին եզրակացությունը, որ պետք է զերծ մնալ ձայնային հարվածային ալիքի միջոցով աշխատող գազագեներատորային հակակարգտային կայանքներից։ Որ գազագեներատորային կայանների ձայնային ալիքներն անզոր են կարկտաբեր ամպերի դեմ եւ նրանց ազդեցությունը միայն ու ընդամենը կես կիլոմետր բարձրության վրա է, հետազոտությունների արդյունքում հաստատել է նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի փորձագիտական հանձնախումբը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը նաև փաստեց, որ որևէ երկրում պետական միջոցներով նմանատիպ կայաններ չեն գնվում դրանց անարդյունավետության պատճառով։ Իրավիճակի վերլուծությունը բերեց նրան, որ մի քանի տարի Հայաստանի կառավարությունը պետբյուջեի հաշվին հակակարկտայինների պարկը չի համալրում։ 2020 թվականին շրջակա միջավայրի նախարարի կողմից գրություն գնացել բոլոր մարզպետներին, տարածքային կառավարման նախարարությանը, որ այս կայանքները չունեն բավարար էֆեկտիվությունը եւ առաջարկվել է, որպեսզի սուբվենցիոն ծրագրերում չներառվեն հակակարգտային կայանքներ եւ 20 թվականից սկսած պետության կողմից սուբվենցիոն ոչ մի ծրագիր չի ֆինանսավորվել հակակարգտային կայանքների ուղղությամբ։ Հիմա ելքեր են դիտարկվում կարկտաբեր ամպերի դեմ պայքարի նոր մեթոդ ընտրելու, տեսադաշտում է միջազգային փորձը, էֆեկտիվ առաջարկները, գործակցություն կա բուլղարական ընկերության հետ, որը հաջողված պրոյեկտներ ունի Բալկանյան երկրներում, Արգենտինայում։ Ներկայումս մեր միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ լավագույն մեթոդը, որը ունի գիտական հիմք, հրթիռային կամ ինքնաթիռային մեթոդն է ակտիվ ներգործության աշխատանքների։ Մշակովի հեկտարները կարկուտի վնասներից ապահովագրելու ամենահուսալի տարբերակներից են շարունակում մնալ նաև կարկտապաշտպան ցանցերը։ Կառավարությունը արտոնյալ պայմաններով խրախուսում է, որպեսզի մեր երկրում ավելի մեծ մակերեսներ ընդգրկվեն ապահով ծածկի տակ, մինչև կընտրվի ու կգործարկվի համակարգային լուծում պիրկ ու վնասաբեր սառցահատիկների դեմ պայքարում։ Մինչև անցած տարի ինտենսիվ այգեգործության ծրագրով կարկտապաշտպանները հասանել էին սուբսիդավորվող վարկերով։ Ֆերմերներին ընդառաջ գնալով պայմանները վերանայվեցին, բարելավվեցին։ 2024 թվականին կառավարությունը ընդլայնեց ծրագիրը եւ ներդրվեց փոխհատուցման բաղադրիչը, առանձնացվեցին 271 կարգի նկատմամբ առավել վտանգավոր բնակավայրերը եւ այդ բնակավայրերում հակակարգտային ցանցերի ներդրման դեպքում կառավարությունը փոխհատուցում էր ծախսերի 75%-ը։ Այս տարի արդեն նոր որոշմամբ ծրագրում ներառվեցին մնացած բնակավայրերն ծախսերի 50%-ի փոխհատուցման պայմանով։ Բաքվում Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գրասենյակում խոզարկությունը նկարահանելիս բերման է ենթարկվել Ռուպլի վիդեոգործակալության լրագրող Այտեկին Հուսեյնովան։ Պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա։ Ավելի վաղ ադրբեջանական անվտանգության ուժերը խոզարկություն էին անցկացրել Սպուտնիկ Ադրբեջանի խմբագրությունում։ Ներքին գործերի նախարարության տվյալով լրատվամիջոցի հավատարմագրումը կասեցվել է 2025 թվականի փետրվարին, սակայն այն շարունակել է աշխատանքը անօրինական ֆինանսավորման միջոցով։ Բերման են ենթարկվել գործակալության աշխատակիցներ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների նրանք մեղադրվում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ կապ ունենալու համար։ Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում խոզարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Օրեր առաջ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ էին ձերբակալվել սպանության եւ սպանության փորձի կասկածանքով։ Ձերբակալության ժամանակ 2 մարդ մահացել է։ Ըստ ռուսական կողմի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։ Նրանց մարմիններն արդեն տեղափոխվել են Բաքու։ Ադրբեջանում իրականացվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքների համաձայն Զիադին եւ Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների, արձանագրվել են կոտրվածքներ, կապտուկներ եւ այլ վնասվածքներ։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բողոք է հղել Ռուսաստանի դեսպանին Եկատերինբուրգում տեղի ունեցած ռեյդերի կապակցությամբ։ Սպուտնիկ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպանը։ Բացի այդ, Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները։ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայել Շվիդկոյը հորդորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան մեկնելուց առաջ հաշվի առնել բոլոր ռիսկերը։
Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները չեղարկելու մասին հրամանագիրը։ Վաշինգտոնը հանձնառու է աջակցելու Սիրիայում կայունությանը եւ միասնությանը։ Արաբական Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա խաղաղ պայմաններում գործակցելու իր հարևանների հետ, ապաստան չլինի ահաբեկչական կազմակերպությունների համար եւ ապահովի երկրում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների անվտանգությունը, ասված է հրամանագրում։ Սիրիայի արտաքին գործերի նախարարի խոսքով պատժամիջոցների չեղարկումը կնպաստի երկրի տնտեսական վերականգնմանը եւ միջազգային հանրության հետ շփումների ակտիվացմանը։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի, նրա ընտանիքի անդամների եւ տապալված ռեժիմի կողմնակիցների նկատմամբ պատժամիջոցները սակայն շարունակում են ուժի մեջ մնալ։ Դամասկոսի դեմ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր մայիսին, նախքան էր Ռիադում Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ Ալ-Շարայի հետ հանդիպումը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ կհետևի Սիրիայի նոր կառավարության գործողություններին, այդ թվում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը շարունակում է Թեհրանի հետ քննարկումները միջուկային ծրագրի շուրջ, հայտնում են Վաշինգտոնից։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով Դոնալդ Թրամփը չի շփվել Իրանի իշխանությունների հետ։ Քերոլայն Լևիտը լրագրողների հետ ճեպազրույցում հստակ պատասխան չի տվել ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների մասին հարցին։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի ռազմական սպառնալիքները։ Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի, շեշտել է Աբբաս Արաղչին։ Դիվանագետը նաև կրկնել է, Թեհրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը մեկնաբանել է Կրեմլի խոսնակի հայտարարությունը, թե Վաշինգտոնը եւ Կիևը ձգձգում են ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունները։ Քելոգը անհիմն է որակել Դմիտրի Պեսկովի խոսքերը։ Կոչ են կանում անհապաղ հրադադար հաստատել եւ անցնել եռակողմ բանակցությունների։ Ռուսաստանը չի կարող ժամանակ ձգել եւ հարվածել Ուկրաինայում քաղաքացիական թիրախներին, շեշտել է Թրամփի բանագնացը։ Մինչ այդ Մոսկվան եւ Կիևը հայտնում են փոխադարձարվածների մասին։ Ռուսական կողմը հայտարարել է Լուգանսկի մարզն ամբողջությամբ գրավելու մասին։ Նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերը ուկրաինական 60 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Իժևսկում կան ավերածություններ եւ տուժածներ։ Նիժնեկամսկի, Կազանի, Ուլյանովսկի եւ Սարատովի օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։ Իլոն Մասկ Դոնալդ Թրամփ դիմակայությունը շարունակվում է, գործարարը սպառնացել է ստեղծել նոր քաղաքական ուժ ամերիկյան կուսակցություն անվանումով, եթե կոնգրեսն ընդունի դաշնային ծախսերի կրճատման մասին օրինագիծը, որը Միացյալ Նահանգների նախագահը անվանում է մեծ գեղեցիկ օրինագիծ։ Մասկն այն որակում է խելագար նախագիծ։ Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք դեմոկրատների եւ հանրապետականների համակարգին, որ մարդիկ իրական ընտրության հնարավորություն ունենան, գրել է Մասկը X-ի էջում։ Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ հարկային օրինագծին աջակցող կոնգրեսականները կպարտվեն 2026 թվականի պրայմերիզում, նույնիսկ եթե դա վերջին բանն է, որ ինքը կանի այս աշխարհում։ Գործարարի քննադատական խոսքերի ֆոնին Թրամփը սպառնացել է դադարեցնել Իլոն Մասկի ընտրությունների պետական սուբսիդավորումը եւ դեմ է արտահայտվել էլեկտրական մեքենաների արտադրությանը։ Իլոնը հավանաբար պատմության մեջ ամենաշատ սուբսիդավորում ստացող մարդն է։ Առանց դրանց նա հնարավոր է ստիպված կլիներ փակել իր բիզնեսը եւ վերադառնալ տուն, Հարավային Աֆրիկա, գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, եթե Միացյալ Նահանգները չաջակցի հերթիռների եւ արբանյակների արձակմանը կամ էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանը, երկիրը լուրջ գումարներ կխնայի։ Աննկարագրելի զգացողությունը, աննկարագրելի, ես չգիտեմ, ով ինչպես է հաղթահարում այդ դժվարությունը, տղաները սահմանին են ծառայում մայրերը տանը։ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում զգացողությունները նույնն են։ Խաղաղության հույսով ու հավատով են ճանապարհում տղաներին, ծանոթները անփորձանք ծառայություն մաղթելով հայոց բանակի շարքերը համալրող նորակոչիկներին։ Մի քանի օր է հանրապետությունում մեկնարկել է 2025-ի ամառային զորակոչը։ Հունիսի 30-ին հերթը կապանցի ու քաջարանցի զինակոչիկներինն էր։ Եկել եմ Գարեգին Նժդեհի հրապարակ, ճանապարհում եմ իմ հարազատ եղբորը ու նաև ոչ միայն իրան, բոլոր զինվորներին։ Ճանապարհում ենք բանակ, ցանկանում ենք խաղաղ ծառայություն եւ թող ողջ առողջ հետ գան։ Մեր երեխաներն են բոլորը։ Ոչ մեկը չի կարող ասի իմն է, իմը չի, բոլորիսն է։ Մեր հայրենիքի համար են ծառայում։ Ու պարտավոր ենք բոլորին էլ ուրախ ճանապարհենք։ Պիտի ուրախ ճանապարհենք, ուրախ վերադառնան, որ իրանք էլ իրանց լավ զգան ճանապարհին։ Երեխեք խեքով ծառայեք, զոհվելը կա ու կա։ Դուք ողջ առողջ տուն վերադարձեք։ Այսօր եղբորս տղային եմ ճանապարհում։
Ծառայության մեկնող տղաները ժպիտը դեմքին հպարտությամբ եւ ողջ առողջ վերադառնալու ակնկալիքով են գնում հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու։ Այսինքն ծառայողը պետք է պաշտպանի իր հայրենիքը, պետք է պաշտպանի սահմանները, պետք է պաշտպանի իր հարազատներին երկրում ապրող։ Ծնողները թող լինեն համբերատար, իսկ տղաները թող պատվով ծառայեն գան տուն։ Շատ ուրախ եմ, որ գնում եմ, ես փոքրուց ուզեցել եմ գնալ բանակ ու ես հենց եմ մտածում, որ լոբոյ տղա պիտի ծառայի։ Տերունական աղոթքով անձնվիրաբար ծառայելու պատգամով սկսվեց արարողությունը։ Հայրենիքի պաշտպաններին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Կապանի հոգևոր հովիվը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ նշելով. սա ոչ թե պարտավորություն է, այլ պատվաբեր առաքելություն։ Հարգելի զինակոչիկներ, ես վստահ եմ, որ մեր բանակի հաջողությունները դեռ առջևում են, քանզի ձեզ նման արժանավոր տղաներն են, որ համալրում են մեր հայոց բանակը, այն դարձնելով ավելի ուժեղ։ Այսօր ձեզ է ընձեռնված ամենաազգանվեր առաքելությունը, հայրենիքի պաշտպանությունը։ Վստահ եմ, որ դուք պատվով կկատարեք ձեր ծառայությունը, շարունակելով մեր պապերի, մեր հայրերի եւ մեր եղբայրների սուրբ գործը։ Ցանկանում եմ, որ դուք այս 2 տարին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելուց մտածեք, որ դա ձեր նվերն է Հայաստանի Հանրապետությանը։ Եվ վստահ լինեք, որ այդ ճանապարհին ձեր թիկունքին կանգնած են ձեր հարազատները։ Ծառայեք հպարտ, որովհետև դուք ներկայացնում եք Սյունիքը։ Եվ միշտ հիշեք, որ ձեզ սպասում են։ Ձեզ բարի ճանապարհ եւ բարի վերադարձ։ Մեր զորակոչիկներին առաջին 2 տարվա ընթացքում հանձնարարված ամենասրբազան գործերից մեկը դա հայրենիքի ծառայելն է։ Սրբազան գործ իր ողջ առաքելությամբ։ Ինչ եմ ցանկանում ձեզ, հարգելի զորակոչիկներ, ձեզ ցանկանում եմ համարձակություն, տոկունություն, խիզախություն ընդդեմ թշնամու։ Ավանդույթին հետևելով այս անգամ էլ զինակոչիկներին բարձր տրամադրություն հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։ Որդուն սիրած տղային, հարազատին, թիկունքը պահողին ճանապարհելու եկածները թաքցնում են հուզմունքն ու մաղթում անփորձանք ծառայություն, համարձակություն ու տոկունություն։ Օրերս սոցցանցերում տեսանյութեր հրապարակվել, վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին ժամը 17:30-ի սահմաններում պարեկները Նիվան հայտնաբերել ու տեղափոխել են համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել։ Հունիսի 28-ին ժամը 21:08-ին ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շայնյան փողոցից Որովայնի կտրած ծակած վերկախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու։ Քիչ անց ստացվել է նոր հաղորդում, Որովայնի թափանցող վնասված կախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի 46-ամյա տղամարդ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, համայնքային ոստիկանության ԱՆԻ-ի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Մարալիկ նախին կնոջ հայրական տուն էր այցելել Նորակերտ գյուղի 33-ամյա մի բնակիչ։ Նրա եւ անիրոջ միջև ծագել էր վեճ, որի ընթացքում իր ավտոմեքենայից վերցնելով դանակը փեսան հարվածել եւ մարմնական վնասվածքներ էր պատճառել վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, հետո նաեւ վիճաբանությունը կանխել փորձող 46-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում, փաստի արդիվ ԱՆԻ-ի եւ Արտիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 6:30-ին 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում, ձերբակալվել ու ներկայացվել քննչական բաժին, որտեղ խոստովանել է կատարածը։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։
Հունիսի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5122 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 269 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 96, չամրակապված վարելու 1126, առանց մանկական նստատեղի քարսիթի 25, վարելու ընթացքում ծխելու 481, վարելիս հեռախոսից օգտվելու 310, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 80 եւ 1754 այլ իրավախախտում, 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 331-ը տեխնիկական զննություն չանցած, 53-ը լուսարձակների անսարքությամբ, 75-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 42 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14639 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 263 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 216 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 617, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 1 անձ։ Հայտնաբերվել են նաև հաշվառման համարանիշի հետ կապված 44, չամրակապված վարելու 3677, առանց մանկական նստատեղի քարսիթի 201, վարելու ընթացքում ծխելու 400, վարելիս հեռախոսից օգտվելու 692, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 27, արագության գերազանցման 2036 եւ 4255 այլ իրավախախտում, 582 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1501-ը տեխնիկական զննություն չանցած, 235-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 10-ը բեռնատար, 158-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 25 անձ։